Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակը, այսօր իմ հյուրը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիցն է, բարև ձեզ։ Ողջույն։ Եվ այսպես, ես հիշում եմ, որ մոտ 1 տարի առաջ, երբ մենք մի էլի հետաքրքիր հարցազրույց ունեցանք եւ այդ հարցազրույցի YouTube-յան լինքը տեղադրեցիք ձեր էջում, բավական բուրըն, այսպես ասած, քննարկում ծավալվեց եւ այնտեղ մեկնաբանություններում անգամ կար ատելության խոսք պարունակող, այսպես ասած, գրառումներ։ Ինչու հանկարծ ստացվեց այնպես, պարոն Ավետից, որ մենք սկսեցինք չհարգել դիմացինի կարծիքը կամ չընդունել տարբերվող կարծիք ունեցող մարդկանց։ Այ դա հենց մեծ խնդիր է մեր հանրապետությունում։ Միգուցե մարդիկ են պակասել, որոնց պետք է հարգել։ Հիմա մարդիկ չգիտեն ում է պետք հարգել, ում պետք չի հարգել։ Օրինակ առաջ գիտեինք, կար, ասենք, մտավորականների մի ստվար զանգված, Սիլվա Կապոտիկյան, չգիտեմ, Մինաս Ավետիսյան, գիտնականներ, Արամ Խաչատրյան, չէ՞։ Այսօր այդ մարդիկ չկան, եւ մեր փողոցներում չեն քայլում այն հարգարժան մարդիկ, որոնք որ ներկայացնում են մեզ եւ մեր մշակույթը։ Չգիտեմ, այդպիսի ժամանակներում ենք ապրում։ Հիմա պետքա կարողանանք այս ժամանակներից դուրս գալ եւ շատանան այն մարդկանց թիվը, որոնք որ հարգելու արժանի են։ Ես էլ որ մտածում եմ ովքեր են հարգելու արժանի, շատ քիչ մարդիկ եմ գտնում, բայց դրա փոխարեն շատացել են մարդիկ, որոնց որ չի լինում հարգել։ Այսինքն այդ հարգելու մշակույթը ինչ որ կորել է, փակվել է։ Մեկս մյուսին չենք հարգում։ Տեսեք, մենք ամեն դեպքում պիտի արձանագրենք, որ քաղաքականությունը մտել է մարդկանց տները, չէ՞, հայհոյանքը Facebook, ատելությունը նկատելի է։ Ինչու՞։ Որովհետև ընդհանրապես ժողովուրդը կարիք ունի ուղղորդվելու։ Տենց է, դա գեղեցիկ բառ չի, բայց ժողովրդին պետք է ուղղորդել։ Արժեքային համակարգը իջել է, եւ հետեւաբար այդ ովքեր որ ուղղորդում են, դա ընդհանրապես բանն է անում, կառավարությունն է անում եւ մարդիկ հետևում են քաղաքականությանը, այլ ոչ, ասենք, արվեստի գործերին, ոչ բարձր գաղափարներ գրողներին, որովհետեւ այսօր ամենալավ դերասանները դրանք քաղաքական գործիչները եւ ասենք եկեղեցական գործիչներն են դարձել։ Իրանք, ասենք, Թրամփը ինձ համար դերասան է, հասկանում եք, հիմա այդ դարձել է բան, շոու։ Եվ մարդիկ փոխանակ հետևեն գիրք կարդան, էլ չեն կարդում, եւ հետևում են այդ շոուին։ Սա սենց ասես, դա նենց ասես։ Եւ այդ արտահայտությունների պատճառով, այդ քաղաքական հայացքների պատճառով ընկերներ են բաժանվում, ընտանիքներում են վեճեր լինում, մանավանդ հենց Հայաստանում մենք տեսնում ենք ինչա կատարվում։ Այո, ինձ օրինակ ես իմ եղբոր հետ խնդիրներ ունեցա։ Իմ եղբորը հարցրել են դու ես աղբորդ նման նիկոլական։ Այսինքն, տեսեք, իմ եղբորս մեջ, ասենք, ինձ դարձրել են նիկոլական, որ ես երբեք նիկոլական չեմ եղել, ես իմ պետության կողքին եմ եւ միշտ պետք է լինեմ իմ պետության ղեկավարի կողքին եւ օգնեմ իմ խորհուրդներով, իմ քննադատություններով, որ շատ ավելի քիչ սխալներ կատարվեն, հա։ Հիմա ես ինչով եմ նիկոլական, ես հայաստանյան եմ, հասկանում եք, այս պետք է հասկանալ, որ եթե պաշտպանում ես, եթե քննադատում ես, դա պետք է քննադատության մշակույթը վերստեղծվի։ Հիմա չեն հասկանում, հենց քննադատում ես, ասում են դու էս ինչական ես, չես քննադատում, ասում են մի խոսքով, պետք է պարզել եւ հանգիստ թողնել մարդկանց առանց քարկոծելու, որ մարդը ունի իրավունք իր անձնական կարծիքը հայտնելու։ Տեսեք, դուք ասացիք, որ մտավորականներ կային, չէ՞, ժամանակին Սիլվա Կապուտիկյան, Վիկտոր Համբարձումյան, այսօր էլ եթե անկեղծ խոսենք, մեր ժամանակների լավագույն մտավորականներից մեկը դուք եք։ Մենք ունենք շատ հետաքրքիր, շատ լավ գիտնականներ, որոնց ցավոք նրանց անունները շատ հաճախ չգիտենք էլ անգամ, բայց հետո պարզվում է, որ այդ գիտնականները շատ հայտնի են այլ երկրներում։ Ունենք շատ հետաքրքիր արտիստներ, Հասմիկ Պապյան, մյուս, բայց այդ համախմբվածությունը, այդ ընդհանուր, այսպես ասած, մտավորական ասվածը շատ խեղաթյուրված է, չկա ինչ որ այսպես մտավորականների ձայն, արձագանք կամ լսելի չի գուցե։ Իմ կարծիքով դրանք ժամանակահատվածներ են, ժամանակաշրջաններ են։ Իմ կարծիքով այս տվյալ պահը գազանանոցային է։
Այսինքն ինչքան բարձր, ինչքան ցածր գաղափարներ տաս, այնքան դու ընդունվում ես։ Բարձր գաղափարներ տվողներ իրոք շատ կան, բայց նրանց ընկալողը շատ քիչ է։ Տեսեք այդ ընտրություններում Գյումրի ընտրվեց նա, որ այդ մակարդակի մարդ է, այսինքն այդ ընտրազանգվածը գնաց մի մարդու հետևից, որը որ երկրորդ դասարանի կրթություն ունի եւ շատ վատ անցյալ։ Այսինքն այդ ձևի մարդիկ հիմա ընկալվում են եւ չեն ընկալվում իմ մարդիկ, իմ խոսքը։ Չնայած զգում եմ, որ մարդիկ կարիք ունեն ազնիվ խոսքի, բարի խոսքի։ Դա ժամանակ է, հիմա ինձ թվում է ժամանակը կանցնի, ինչ որ ժամանակ տենց էլի կգզվրտոց կլինի եւ կգա արդեն ժամանակը, տեսեք, ինձ ասում են, ինչի՞ չես քանդակդ բերում Հայաստանում ցուցադրության, որտեղ ես տեսնում եմ դեռ հայ հասարակություն դեռ պատրաստ չի։ Տեսեք, օրինակ մի քանդակ 2014 թվականին իտալացի Մասիմո Լիպին դրել է աշտարակ քաղաքի կենտրոնում։ Քաղաքապետը, որ մշակույթից շատ հեռու մարդ է, ասենց ասեմ, որոշել է հանի այս քանդակը։ Մասիմո Լիպին Սիենայի ամենակարևոր արվեստագետներից եւ մտածողներից մեկն է, եւ փիլիսոփա, եւ գրող, բանաստեղծ է, շատ հայտնի մարդ, որը որ իր քանդակը նվիրել էր աշտարակ քաղաքին։ Այսինքն աշտարակ քաղաքը կարիք չունի Մասիմո Լիպիի, կարիք չունի Վիգեն Ավետիսի, կարիք չունի, չգիտեմ, Սիլվա Կապուտիկյանի, Համբարձումյանի, հայերեն խոսել չգիտեն եւ իրանց մշակույթը սահմանափակում է ռաբից լսելով եւ խորոված ուտելով։ Հիմա պետք է իրանք բարձրանան, որ ես գամ իրանց մոտ, հասկանում եք, թե չէ, հակառակ դեպքում ես իմ կարիքը չուն, այսօր ես կարամ ասեմ, ես ապրում եմ աշտարակում, բայց աշտարակի քաղաքը Վիգենի կարիքը չունի, ոչ թե Վիգենի արվեստի։ Գուցե ինչ որ բան այստեղ բնականաբար սխալ է, բայց գուցե նաև ռոպագանդման խնդիր կա, այդ նույն լավ արվեստի ռոպագանդման խնդիր կա, որովհետև մենք շատ հաճախ տեսնում ենք, թե ինչ է կատարվում այդ նույն ռաբիս երգիչների համերգներին, օրինակ մարզահամերգային համալիրում, երբ 10-12 հազար երիտասարդներ են ներկա լինում։ Հարցը հենց մշակութային է, մշակութային ցածր իրավիճակում է գտնվում մեր ամբողջ ժողովուրդը։ Դե կա ինչ որ մի մաս, որ իհարկե, տեսեք, օրինակ շատ մեծ գործ արեց Վահագն Հայրապետյանը, երաժիշտ, ջազմեն։ Ամբողջ Հայաստանին ինքը ջազ տվեց։ Այն դեպքում, երբ որ էլի մերժված էր ջազը, որտեղ ջազը դա ազատ մարդու երաժշտությունն է, դա ստեղծագործ մարդու երաժշտությունն է։ Եվ Վահագնը կարողացավ հասնել ինչ որ գոնե պուբլիկա ձևավորվեց Աբանում, Հայաստանում, որ սկսեցին ընկալել ջազը։ Մշակույթը տենց է, պետք է երկար տարիներ աշխատել, որ ժողովուրդը բարձրանա, հասնի մի մակարդակի եւ ընկալի քո արվեստը։ Արվեստագետները ընդհանրապես այն մարդիկ են, որոնք որ ապագան են տեսնում, չէ՞։ Հետևաբար այդ նույն Մասիմո Լիպին էլ ինքը որ քանդակը դրեց, ասեց դա կոչվում էր խաղաղության ծառ այդ քանդակը։ Ասեց Վիգեն 14 թվականին, ասեց Վիգեն, ձեզ համար ամենակարևոր բանը խաղաղությունն է։ Ու ես սիմվոլ եմ դնելու այս քաղաքում, խաղաղությունը պահպանող սիմվոլ։ Իսկ աշտարակցիները ասում են, այս բանը ժանգոտած երկաթ է, հասկանում եք։ Դա աշխատանք է, այո, դրա համար պետք է վերաբացվի բանը, մշակույթի նախարարությունը եւ շատ լուրջ մշակութային արժեքներ ներմուծվեն ժողովրդի մեջ։ Այն վերնախավը, այո, բարձր արժեքներ կրողներ են, բա ժողովրդին պետքա տեր կանգնել, հասկանում եք։ Տես իմ նման գամ, մի բան դնեմ, մի բան ասեմ, որ ինչ որ բան փոխվի։ Պարոն Ավետիս, հիմա այդ հարցը ինչպես լուծվեց, այդ խաղաղության ծառի կամ ինչպես աշտարակցիներն են ասում այդ ժանգոտած երկաթի հարցը։ Ես պատերազմը ընդունեցի, ինձ պատերազմ հայտարարեց քաղաքապետը, ասեց կտեսնես կհանեմ, ես էլ ասեցի ես կպաշտպանեմ ամեն իմ բոլոր ուժերով։ Եվ դիմեցի օրինակ մշակույթի նախարարություն, այդ ԿԳՄՍ-ը, ինձ ընդեղից ասին մեր գործառույթը չի, ասում եմ մշակութային արժեք է, ձերը չի, թող այսօրվանից ձերը լինի, զբաղվեք։ Իրանք մերժեցին։ Հետո դիմեցի տարածքային կառավարման նախարարին, նա էլ չկարողացավ։ Մի խոսքով վերջում ես ինձ օգնեցին իմ ընկերները։ Եվ դուք հաղթեցիք այս խաղում։ Պատերազմում։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում հաղթեմ ոչ մեկին։ Այսինքն մնում է հիմա այս պահի Այո, մնում է, բայց դա հաղթանակ չի, դա էլի պարտությունն է իմ,
որ իմ քաղաքում կարիք չունեն այդ գործի։ Այ դա պարտություն է։ Հիմա ես դեռ պարտվում եմ։ Մշակութային առումով ես դեռ այո, քանդակը մնաց, բայց ճնշման միջոցով։ Ես չեմ ուզում ոչ մեկին ճնշեմ։ Իրանք պետք է գան ինձ խնդրեն, ոչ թե ես հավաքեմ իմ ուժերը, իմ ծանոթներին, ասենց դարձնեմ միջազգային խնդիր, որ լուծվի ինչը, ես ձեր համար եմ արել, դա ինձ համար չեմ արել։ Այսինքն դուք պիտի ինձնից խնդրեք, ոչ թե ես պայքարեմ, որ Մասիմո Լիպիի քանդակը մնա աշտարակ քաղաքում։ Դա արդեն պարտություն է, այն որ ես վիճեցի այդ հարցով։ Ես վերջերս խոսում էի Ֆրանսիայի Բորդո քաղաքում բնակվող իմ ընկերներից մեկի հետ, ուրեմն ասում էր, որ շատ հայտնի երգիչ-երգչուհիների ֆրանսիացի եւ առհասարակ եվրոպացի երգիչների համերգների տոմսերը արժենում են 40 եվրո, 50-80, ֆիլմերի տոմսերը 7 եվրո։ Բայց Հայաստանից ֆիլմեր են տանում այնտեղ Բորդո եւ հայ համայնքը կազմակերպում այդ տոմսերի գները 20-ից 50 եվրո են լինում եւ ռաբիս երգիչների համերգների տոմսերը 100-200 եվրո եւ հայ համայնքի ներկայացուցիչները նեղանում են, երբ դու չես գնում այդ միջոցառումներին։ Այդ խնդիրն էլ է շատ լուրջ, չէ՞, որ ինչպես դուք եք ասում, ենք մշակույթը խեղաթյուրված վիճակում է մեր։ Տեսեք, ես ունեցել եմ գեղեցիկ եւ տգեղ պահեր, օրինակ Մարսել քաղաքում։ Ես տեսա, որ ամբողջ Սփյուռքի գործունեությունը դաշնակների տիրապետության տակ է։ Ես Մարսելում տեղադրեցի հայոց ցեղասպանության հիշատակին հայոց մայր քանդակը իմ եւ պատվիրատուն Վալերի Բուայեն էր, հայասեր եւ շատ կարեւոր սենատոր։ Ինքը ինձ պատվիրեց, բայց հայկական համայնքը պետքա ինձ ֆինանսավորեր։ Մեկ էլ զանգում է ինձ փոխքաղաքապետը Մարսելի, ասում է, չէ, քեզ 30,000-ից ավել չեն կարող տալ, 30,000 եվրո։ Ես իրան ասում եմ, ձուլման աշխատանքները 40,000 են արժեն։ Ես ու ասենք մի 6-7 ամիս ես պետք է ապրեմ, աշխատեմ։ Մի խոսքով 50,000-ըս ինձ չվճարեցին։ Ես արեցի գործը, 30,000-ով արեցի, այն որը 40 էր, այսինքն ես իմ վրա վերցրեցի բանվորական շատ աշխատանքներ, որ 30-ով ձուլվի։ Ինչ եմ ուզում ասեմ, ինձ խաբեցին, փոխանակ ասեն Վիգենն է, մեր պատիվն է, Շարլ Ազնավուրը պետք է գար այդ օրը բացմանը քանդակի, ցավոք չկարողացավ գալ, որտեղ հիվանդ էր։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, հայ համայնքը այտենց աբսուրդ համայնք է, չի ասում Վիգենն է 80,000-ի փոխարեն 280 տանք, այս մարդը, որ կարողանա շարունակել իր ստեղծագործական կյանքը, ինչ են անում, ինձ նույնիսկ չեն վճարում այն, ինչ որ պետք է վճարեն։ Իսկ դուք կարծում եք, որ առհասարակ տեսեք այդ նույն կարծիքները, երբ տարբեր են, հիմա նաև շատ այլ բուրըն քննարկումներ են ընթանում, երբ հայհոյանք, ատելություն, այդ ամեն ինչի նկատմամբ պետքա վերահսկողություն լինի եւ հենց այդ հայհոյանք տարածողների նկատմամբ գուցե ինչ որ պատասխանատվություն կիրառվի։ Գիտեք ինչ, երբեմն պետքա դիմել ծայրահեղ քայլերի։ Տեսեք, օրինակ, երբ որ շատանում են բաները, ավտովթարները, ինչ են անում, խստացնում են, ասենք խմել չի կարելի, չգիտեմ, խախտումները ավելի բարձր բաներով։ Դա միշտ անում են, երբ որ դրա կարիքը կա։ Եթե այդ բոլորը նորմալ քշեն, այդ կհանեն ընդհանրապես այդ պատժի այդ միջոցները, չէ՞։ Դե հիմա պետքա ժողովուրդը զարգանա այնքան, որ մեքենա քշելը դա չի նշանակում 120-ով բանը քշել այնտեղ, որտեղ որ 30-ով պիտի քշես, չէ՞։ Դեռ չեն հասկանում մարդիկ։ Հիմա եթե չեն հասկանում, պետքա հետեւաբար օրենքներով պաշտպանես բանը, չէ՞։ Նույնն էլ ստեղ պետքա այո, խստացնել։ Եթե չեն հասկանում, որ կա էթիկա, որ կա քաղաքավարություն եւ քաղաքակրթություն, այո, պետքա պատժել մարդկանց։ Ասում են մինչև գրպանին չես կպտում, չեն, այսպես ասած, ցավոք տենց է։ Ես դրան դեմ եմ իհարկե։ Բայց եթե գտնվում եք այս հասարակության մեջ, այս հասարակության հետ պետքա վարվել ոնց որ պահանջում է իրավիճակը, ասենց իրավիճակից ելնելով։ Այո, բայց պետքա զգույշ լինել, որ չտանենք տոտալիտարիզմի, հասկանում եք։ Պարոն Ավետիս, ձեր խոսքում ասացիք, որ քաղաքական գործիչները, եկեղեցականները, դերասաններ են, շոու է։ Այո։ Ինչու է եկել այդ համոզման։
Որովհետև գիտեք ինչ, քաղաքական գործիչը ինչ գործ ունի, մանավանդ եկեղեցական գործիչ, ինչ գործ ունի լուծարցակների տակ ելույթներ ունենալով։ Իրանք ինքը պետք է գլուխը կախ ծառայի, ասենք կաթողիկոսը կամ մյուսը գլուխը կախ ծառայի կամ միակ բանը որ պետք է ասի օրհնությունը։ Ինձ պետք չի կաթողիկոսի ու չգիտեմ այն Գյումրու այն Աճապարյան թե ինչ որ Աջապարյան։ Իրանց մտքերը ինձ հայտակիր չեն։ Իրանք դարձել են դերասաններ եւ իրանք կարծում են թե արդեն քաղաքական գործիչներ են եւ կարան բանը սովորեցնեն թե ինչա նշանակում հայրենասիրությունն է կամ թշնամանք տարածեն մեր երկրում։ Չէ, բանը իր գործով, իր եկեղեցում ինքը պետքա հաշտություն քարոզի, սեր քարոզի, համերաշխություն քարոզի, փոխարենը գալիս են կանգնում են այսենց էլ նստում է բանում այդ իր բասկաթորի մեջ եւ բան կներեք, բայց դա գողական բանա տեսարան է։ Հա, կարող է, եթե ինքն էր հանցագործ, ես կասեի հա լավ, կամ ասենք դեր էր խաղում հանցագործի, բայց ես չտեսա այնտեղ հոգեվորական, հասկանում եք, ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի, այլ ոչ թե դերասանություն անի։ Նույնը ես կարծում եմ քաղաքական գործիչները այդ հարց ու պատասխանները բանի հետ, լրագրողների հետ, որ ամեն օր ցույց են տալիս եւ այդ անկիրթ բաները, լրագրողները, որոնք որ ծառայում են ոչ թե լրատվամիջոցին, այլ հենց պատվիրատուին, ես այդ եմ տեսնում, որոնք որ տարածում են թշնամանք, այսինքն չարախնդում են, ասենք, ազգային ժողովի նախագահի որևիցե շարժումի վրա, այսինքն չի կարելի այդքան ցածրացնել կապը հասարակության հետ կամ ասենք իմ կարծիքով պետք է չի որ ցուցադրեն բան ազգային ժողովի նիստերը վերջում ասենք թող մեկը բանանի որտեղ այնտեղ չկա մշակույթ այնտեղ չկա իրական քաղաքականություն այնտեղ կա հարցակումներ պաշտպանություն հետո մեկ-մեկ էլ իրար վրա են հարցակում ինչ եք ուզում սովորացնեք ժողովրդին որտեղ իրանք չեն հասկանում որ սա շփման ձևն է այդ ձեր ասած ումից սովորեն Հասկանում եք, սկսում են սովորել ազգային ժողովի ծեծու ջարդից, իրար հայհոյելուց, իրար նսեմացնելուց, մի արեք, մի ցույց տվեք, եթե չկա որակ այնտեղ, ես ուզում եմ, որ մեր հանրային եւ ընդհանրապես բաներով միայն բարձր որակ ցուցադրվի։ Եթե դուք սովորացնում եք այս sense ասեց, այնենց ասեց, հետո մի շաբաթ ժողովուրդը վերալուծում թե որ քաղաքական գործիչը որին ավելի շատ խեղճացրեց Ինչ եք սովորացնում սրանով։ Ու տենց էլ շարունակում մտնում է ընտանիքներ եւ նույն հարաբերությունը հարևանների մեջ է, բարեկամների մեջ է, ենթագիտակցորեն հայ ժողովուրդը սովորում է հենց ասենք ազգային ժողովի այդ տգեղ տեսարաններից։ Պարոն Ավետիս, ամփոփելով մեր զրույցը մենք խոսեցինք, տեսեք, եւ քաղաքական գործիչներից եւ եկեղեցական գործիչներից եւ մշակույթից եւ ատելությունից Ինչի կարիք ունի այսօր մեր հասարակությունը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այն իրավիճակը, որում մենք ապրում ենք։ Մեր հասարակությունը հրաշալի հասարակություն է։ Ես տեսնում եմ պարզ սովորական պապիկներ, տատիկներ, հրաշալի մտքեր, բարություն։ Հա, մենք ես շատ խնդրում եմ այդ կազմակերպություններին կնի եկեղեցակ չխառնվել։ Թողեք ժողովուրդը շնչի։ Ինքը իրան կվերականգնի։ Գիտեք ինչ, տենց բան կա, էլի, օրգանիզմի մեջ էլ է տենց, որ մի հիվանդ տեղ ունես, պետք չի անպայման դեղ խմես, ինքը իրան վերականգնում է։ Ժողովուրդը ինքը իրան կվերականգնի, եթե դուք քաղաքական գործիչները եւ մնացած այդ մեդիաները չխեղդեք այս ժողովրդին։ Թողեք իրանք մի քիչ շնչեն։ Եվ արդեն հասարակությունը ինքն իրան կառողջանա։ Շատացրեք թատրոնները ֆինանսավորումները, ֆիլմերը նկարեք, որ մարդիկ շունչ քաշեն։ Մի խեղդեք, հա, բան արեք, ավելացրեք ներդրումները բանին, արվեստի մեջ եւ կտեսնեք, որ արագ փոփոխություն կլինի։ Այդ ձեր տեսարանները մի ցույց տվեք։ Ասենք այդ սերիալները, բաները, որոնք որ կարոզում են, ասենք բռնություններ, մի նկարեք, մի ցույց տվեք։ Այսինքն հասարակությունը դա հայլինա ինչով որ կերակրում ես։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։
Եվ շեստեմ իմ հյուրը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիցն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։